Շնորհակալություն Սոնային, ուսումնասիրեցինք մարդու ներքին օրգանները, ես փաստորեն գիտեի լյարդ ինչպես է, որովհետև liver այդպիսի երշիկ կա։ Liver-ն է կալբասա։ Ես չգիտեի։ Որ լյարդից են պատրաստում, ոչ մարդու բարձր։ Լեղապարկը gallbladder։ Հիշեք պետք է գամ։ Ինչ որ լուրջ բան ասես, չէ, gallbladder։ Սարսափ ֆիլմերի անուն ինչ լինի։ Լավ, ինչ որ է։ Լավ բաներից խոսենք, դրական horror movie-ները հանգիստ թողենք։ Այո, եւս մեկ անգամ խոսենք մի թեմայից, որ ուրախացնում է թե կանանց, թե տղամարդկանց։ Այո, այդպիսի թեմաներ կան, դրանցից մեկը հենց ինչն է։ Այո, մեր վանավորն է Պարիժանկա խանութ սրահը, որը ներկայացնում է ներքնազգեստների, գիշերազգեստների եւ այն, ինչը ինձ շատ հետաքրքիր է, SPF պաշտպանությամբ լողազգեստների մեծ ու բազմազան տեսականի, որովհետեւ մինչ այս ես չգիտեի, որ այդպիսի լողազգեստներ գոյություն ունեն, որոնք SPF պաշտպանությամբ են։ Այսինքն պետք չի մածուկ օգտագործել, հա։ Բայց ամբողջ մարմինը հենց այդ է ամբողջ մարմինը որտեղ որ ներքնազգեստն է այդտեղ պետք է օգտագործել։ Կարծում եմ այդ լոգիկայով այդ տարբերակ չկա, ինչևէ։ Պետք է փորձել Զարա, միջև չփորձես չես կարող պատմել։ Միանշանակ, ես կգնամ Պարիժանկա, ձեռք կբերեմ եւ կկիսվեմ տպավորություններով լողազգեստից ստացված եւ կհասկանանք թե ինչ է դա նշանակում։ Ստեղծված են բացահայտելու յուրաքանչյուր կնոջ նրբությունն ու գաղտնի հմայքը։ Յուրաքանչյուր մոդել պատրաստվում է ֆրանսիական բարձրորակ հումքից ամբողջությամբ ձեռքի աշխատանքով, ապահովելով հարմարավետության, նրբագեղության եւ վստահության կատարյալ համադրություն։ Ֆրանսիական, լեհական եւ ռուսական լավագույն ներքնազգեստների եւ գիշերազգեստների բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Բացահայտեք Պարիժանկայի ոճային եւ իհարկե բարձրորակ տեսականին։ Զգացեք ինքնավստահություն, գարուն ամառ նոր տեսականու մոդելներով։ Այնպես որ շտապեք Ռիոմոլ, երկրորդ հարկ 43 տաղավար Պարիժանկա խանութ սրահ։ Պարիժանկա սերը սկսվում է քեզանից։ Այո, իսկապես սերը սկսում է ձեզանից, հետո շարունակվում է եթերից այդ սերը։ Մենք ենք սփռում այս պահին երաժշտական դադար շանթի եթերում, որից հետո կունենանք ուզում եմ մարզական նորություններ եւ մարզական հյուրեր։ Չեմ կարող նկատել
Շնորհակալություն։ Վերադարձանք տաղավար, Մարիամի կատարումն էինք լսում։ Այո, հայ սուպերստար 6-ի ուրեմն եզրափակիչի մասնակիցներից մեկն է Մարիամը, իսկ սա իսկական չեմպիոնական գոտի է, որը որ Մարիամի հետ կապ չունի։ Կապ չունի, հիմա կասենք, թե ինչի հետ կապ ունի։ Հայ մարզիկները շարունակում են գրավել բարձր տիտղոսներ Գերմանիայում 17 մարզիկներ մասնակցել են Եվրոպայի Muay Thai առաջնությանը, մեր հայ մարզիկների մասնախոսքը։ Մեր տաղավարում են Հայաստանի Mixed Fight Ֆեդերացիայի փոխնախագահ եւ Ring Armenia Muay Thai ակումբի գլխավոր մարզիչ Հրաչ Ազիզյանը։ Հյուրընկալել ենք նաև մարզիկներ Նարեկ Շմավոնյանին, Հենրի Մարտիրոսյանին եւ Գրիգոր Ազիզյանին։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեռքբերումների համար։ Շնորհավորում ենք եւ եկեք սկսենք նրանց թե դա ինչ մրցումներ էր, քանի երկիր էր մասնակցում, քանի մարզիկ եւ ինչ հաջողությունների հասանք։ Նորից ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Շնորհակալություն եմ հայտնում մեզ հյուրընկալելու եւ մեր մարզիկների կատարած աշխատանքը ներկայացնելու համար։ Գերմանիայում էր իսկայի Եվրոպայի առաջնություններ, որտեղ մասնակցում էր 55 պետությունից 1350 մարզիկ, որտեղ Հայաստանի Mixed Fight Ֆեդերացիայի Ring Armenia ակումբից մասնակցում էին 17 հայ մարզիկներ, որտեղ կարողացան գրավել 17 մարզիկներից մեկ հատ առաջին պատվավոր տեղ, առաջին գրավող մարզիկներին տալիս էին նմանատիպ չեմպիոնական գոտիներ, երկրորդ տեղ Շմավոնյան Նարեկ եւ Մարտիրոսյան Հենրին, ունենք նաեւ 4 մարզիկ, ովքեր որ գրավել են պատվավոր երրորդ տեղերը եւ ստացվում ընդհանուր 17 հոգուց 7 հոգին կարողացան գրավել մեդալներ, պատվավոր առաջ, երկրորդ եւ երրորդ տեղեր եւ 10 հոգուն չհաջողվեց, ինքը շատ մեծ մրցաշար է, պատրաստվում ենք շուտով նաեւ նոյեմբերին Մադրիդում կայանալիք նույն իսկայի աշխարհի առաջնությանը։ Բայց այսպեսի ձեռքբերում ինքը ինչքանով էր սպասելի, թե գուցե մտածում եք հնարավոր էր ավելի շատ մեդալներով վերադառնալ, թե գուցե հենց սա էր արդեն ինքը իրենով ձեռքբերում։ Իրականում ունենք մարզիկներ, որոնք որ կարող էինք տպավորություններ, որ կարող էինք ավելի շատ առաջ տեղ բերել, դե մարզիչի միշտ կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքում հասկանում ես, որ կարելի է շատ առաջի տեղը բերել ու ընդհանրապես, բայց ինչպես ասում են սպորտում, կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթելը, այսպես ասեմ։ Այդպես բան են ասում սպորտում։ Դե ինչի համար, որովհետև երբ որ դու մասնակցում ես, դա քեզ համար մեծ կյանքի փորձ է լինում, հաջորդի մրցումներին ավելի լավ, ներկայանալու ավելի լավ, պատրաստվելու, որովհետև սա սպորտ է, այստեղ միանշանակ ոչ մի բան չկա, այսպես ասեմ, եթե դու հաղթել ես, ասում է չեմպիոնի պահպանությունը ավելի դժվար է, քան թե չեմպիոն դառնալը։ Իրականում այդպես է, սա սպորտ է, սպորտում լինում են պարտություններ եւ հաղթանակներ, կարևորը որ մարզիկները ցանկացած պարտությունից եւ հաղթանակից հետո չեն ընկճվում, չեն հուսախաբվում եւ շարունակում են իրենց մարզումները պատրաստվելով հաջորդ կարևորագույն մրցաշարին։ Գրիգոր, սա քո գոտին է։ Այո, խնդրում եմ պատմել, քանի մենամարտ ես արել եւ ում ես հաղթել եզրափակիչում։ Ունեցել եմ 2 մենամարտ, առաջին ունեցել եմ Գերմանիայում։ Երկուսն է Գերմանիայում ես ունեցել։ Առաջի ում հետ ես որ երկրից ես։ Ուկրաինացի հաղթեցիր, հետո մտար եզրափակիչ, ով էր նա։ Ֆրանսիացի երկրորդը։ Բայց իրենց հետաքրքիր է իրենց մարզա ոճին, կռվելու ոճին ծանոթացել էր նախապես, թե ընդհանրապես իրենց չէիր ճանաչում, ուսումնասիրում եք առհասարակ մրցակիցներին։ Так, ինչ կասեն տղաները, Գրիգոր եւ Հենրի եւ Նարեկ, դուք քանի մարդ եք ունեցել եւ քանի հաղթանակ։ Ես ունեցել եմ 2 մենամարտ, առաջի կիսա եզրափակիչ մենամարտում հաղթել եմ նորվեգիացի մարզիկին եւ եզրափակիչ մենամարտում պարտվել եմ Գերմանիայի ներկայացուցիչի մարզիկին։ Ինչ չհերիքեց։ Փորձներ, տեխնիկական խնդիրներ։ Կարելի ասել ավելի շատ հավասար մենամարտ էր համարյա, այսպես ասած, բայց քանի որ դե այսպեսի մի հատ բան կա, Նարեկը նաև Իտալիայում աշխարհի առաջնությանը նույն եզրափակիչ մենամարտում պարտվեց իտալացուն, այսինքն այնտեղ ցանկացած ոնց որ իրենց երկրում իրենց երկրի ներկայացուցիչի հետ կամ պետք է բացարձակ հաղթանակ տանես, կամ էլ եթե չէ նամանավանդ երբ որ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունն լինում,
Այնտեղ Նարեկին համարյա 1 բալ, կարելի ասել դաժե կես բալ չի հերիք է, որ ինքը հաղթի էլի գերմանացի մարզիկին։ Հավասար մենամարտ էր ուղղակի, քանի որ ոնց որ ասած իրենց երկրում մենք մի փոքր առավելությունը գերմանացի մարզիկի կողմն էր։ Պետք է Հայաստան վերել մրցումները, այդ դեպքում կունենանք էլ ավելի շատ հաղթանակներ։ Հենրի, դու ինչ կասես, քեզ ինչ։ Ես ունեցել եմ 2 մենամարտ, առաջին մենամարտը կիսա եզրափակիչում հաղթել եմ գերմանացի մարզիկին միավորների առավելությամբ, եզրափակիչ մենամարտում զիջել եմ ուկրաինացի մարզիկին։ Զիջել ես ու զիջել ես, թե էլի հավասար պայքար էր։ Չէ, զիջել եմ։ Զիջել ես։ Այսինքն տեղ կաճելու։ Որ խոսեցինք տան պատերի օգնելու մասին եւ այլն, շատ կարեւոր է նաեւ հոգեբանական կողմը, ոնց է աշխատում հոգեբանական տեսանկյունից։ Դե նայեք, երկրից դուրս Եվրոպա աշխարհի առաջնության մեկնող մարզիկները իրանք ունենում են հավաքական մարզումներ, այսինքն ձևավորումը հավաքական ովքեր են գնում։ Դա ոնց է ձևավորվում, Հայաստանում միջև աշխարհ եւ Եվրոպա գնալը լինում են մրցաշարեր, որտեղից որ մարզիկները ունենում են միավորներ։ Ըստ հավաքած միավորների տարբեր տարիքային եւ քաշային կատեգորիաներում գնում են առաջատարները։ Միջև մրցաշարերին մասնակցելը մարզիկները ամենօրյա մարզումներ են անցնում, որին նաեւ զուգահեռ լինում է առանձին մարզումներ, հենց հոգեբանական մարզումներ, այսպես կարելի ասել, որպեսզի մարզիկը ինքը կարա զալում շատ ուժեղ աշխարհի չեմպիոնի պես մարզում անցկացնի, շատ պատրաստված լինի, կողքից նայեն, ասեն այս մարզիկը, այս երեխան պատրաստ է մրցումներին, բայց կարևորը հոգեբանությունն է դա։ Եթե դու հոգեպես պատրաստ ես լինում մրցումներին, որ ասում կրողի հոգեբանությունը, երբ որ դու դուրս ես գալի մրցաշարին, պատկերացրեք ինչքան էլ դիմացինը ուժեղ է լինում, ինչքան էլ իրենց երկրում ես լինում, կարողանում ես այդ փուլը անցնել։ Բայց եթե հոգեպես պատրաստ չես լինում, դու շատ ուժեղ կարաս լինես, բայց ռինգում դու չկարողանաս քո բոլոր ուժերը լիարժեք ցուցաբերես։ Իսկ մենք անցկացնում ենք առանձին որպես հոգեբանական դասեր ենք անցկացնում մարզումների ժամանակ, մարզիկների հետ լինում առանձին, մարզիկներ ովքեր որ մի փոքր ավելի շատ դրա կարիք ունեն, առանձին զրույցներ, այսպես էլի տարբեր մարզիչներ են հոգեբաններ են։ Հա, դե պետք է մարզիչը առաջերտին լինի հոգեբան, մանկավարժ, հետո նոր Տղաներ, արդեն ամառ է եւ բոլոր ձեր տարիքի երեխաները հանգստանում են դպրոցից եւ այլն արձակուրդներին։ Դուք ինչ կարգավիճակում եք։ Մարզումները շարունակվում են, պարապում եք ամեն օր, թե հանգստանում եք։ Ամեն օր չենք պարապում, բայց մեր սովորական պարապմունքները պահում ենք շաբաթական 3 անգամ նույն ձև կրտնաջան պարապում ենք, որպեսզի ավելի լավ մեզ ցույց տանք ապագա մրցումներին։ Գրիգոր, դու ինչ կասես։ Գրիգոր չի սիրում խոսալ։ Սիրում եմ գոտիներ նվաճել, չեմպիոն դառնալ եւ վերադառնալ։ Ես խոսում եմ, գնում գոտի վերցնում գալիս։ Ես գոտի չունեմ, մենակ խոսում եմ։ Դա, Գրիգոր, մարզվում եք այս պահին։ Նույնպես քրտնաջան աշխատում ենք։ Իսկ դպրոցը օգնում է ձեզ, թե խանգարում է ավելի Չէ, շատ։ օգնում։ Ինչով է օգնում։ Կամ խանգարում։ Չէ, դպրոցը չի խանգարում, սպորտին ու սովորելին։ Սովորելը կարևոր է։ Ա, Մարզիկը պետք է նաև լինի խելացի մարդ։ Կարևոր է։ Բայց ինչ առարկաներ կան դպրոցում, որ հատուկ ձեզ դուր է գալիս։ Հատուկ ուշադրությամբ կենտրոնում են։ դուր գալիս անգլերեն, ռուսերեն։ Անգլերեն, ռուսերեն, որ կարողանաք խոսել։ Պարզա, տակ, դուք ինչ կասեք Դպրոցի առումով։ դպրոցի ուսման առումով։ Ես նաև շատ եմ սիրում լեզուներ, շատ լավ տիրապետում եմ անգլերենով եւ ռուսերենով։ Կարում եմ խոսալ։ Կարող եք զառայել հարցազրույց անգլերեն փաստա, ես էլ պես կողքից ոչ չվա չեմ ասում։ Ռուսերենով ձերդ էլ։ Դե ես ռուսերեն հա, բայց անգլերեն չէ։ Բայց առօրյամ ձեր ուժը կիրառում եք, թե չեք կիրառում, ինչ սահմանափակում կա։ Պաշտպանել եք ինչ-որ մի գեղեցկու տրանսպորտում, չգիտեմ, օրինակ։ Տրանսպորտում չէ, բայց եղել է։ Առօրյա կյանքում։ Կանգառում, բացիոց համարի կանգառում է դեպքը տեղ ունեցել, ոչ թե տրանսպորտի ներսում։ Իսկ առհասարակ, օրինակ, իսկապես երբ որ, բարձր որ այս տարիքում դեռ ոչ, բայց երբ որ մարդիկ էլ ավելի, 18-ից հետո բարձր որ մարզված մարդը շատ ավելի
վտանգավոր է, այսպես ասած, եթե ինչ-որ իրավիճակ տեղ ունենա։ Այդ առումով ինչ եք ասում ձեր մարզիկներին, ինչպիսի աշխատանք է իրենց հետ վարվում, որ չօգտագործեն իրենց կարողությունները այնտեղ, որտեղ որ պետք չի օգտագործել։ Առհասարակ չափահաս մարդը եւ չափահաս մարդու մասին է խոսքը սպորտսմենը, չափահաս սպորտսմենը ինքը եթե սպորտի մեջ է, փոքր ժամանակից զբաղվել է, արդեն չափահաս մտել է դեպի պրոֆ լիգա կամ դեռ պրոֆ լիգայի մեջ չի, ինքը ժամանակ առ ժամանակ տարիների ընթացքում ընդհանրապես սպորտսմենների մեջ սերմանում ենք, որ այն ինչը որ դուք սովորում եք զալում, առհասարակ փողոցում քիչ կիրառենք, որովհետև սպորտսմենը ինքը պետք է լինի հավասարակշռված։ Դե բնական է, այո, եթե որ ասում եմ բանը հասնում է կռվին, միանշանակ կռիվ, բայց հնարավորինս սպորտսմենը ինչքան հնարավոր է պետք է լինի հավասարակշռված, հոգեբանորեն ճիշտ կարողանա իրեն կառավարել, որովհետև այդ նույն բանը կարող լինի նաև մրցաշարերի ժամանակ, ինչ որ լարված իրավիճակներ եւ այլն, պետք է չտրվես ոնց որ ասում այդ կրքին, լարվածությանը կարողանաս դու ինքդ քեզ տիրապետել, դա ամենաուժեղ բանն է, ամենաուժեղ զենքն է սպորտսմենի, երբ որ ինքը կարողանում է իրեն հավասարակշռված եւ հոգեբանորեն զուսպայել, հաստատ այդտեղից շահածես դուրս գալ էլի։ Պարզա, դե ինչ, մաղթում ենք ձեզ հաղթանակներ, հաջողություններ, լավ պատրաստեք մրցումներին, լավ սովորեք, լավ մարզեք։ Ձեզ շնորհակալություն, որ լավ սերունդ եք դաստիարակում եւ կրկնում։ Ձեզ նույնպես շնորհակալություն, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաեւ մեր ֆեդերացիայի նախագահին Վարդանին Մնացականյան, ով էս հնարավորություն ընձեռնել է, որ մարզիկները, մեր հայ մարզիկները կարողանում են միջազգային ասպարեզներում բարձրացնել գոտիներ կրել, եռագույն բարձրացնել, այդ ամենակարևոր գործոններից մեկն է, որ տարբեր երկրներն իմանում են, որ հայը չեմպիոն է։ Դիր շատ լավ, շնորհակալություն։ Հիշեցնենք, որ մեր տաղավարում էին Հայաստանի Mix Fight Ֆեդերացիայի փոխնախագահ եւ Ring Armenia Muay Thai ակումբի գլխավոր մարզիչ Հրաչ Ազիզյանը, հյուրընկալել էինք նաեւ մարզիկներ Նարեկ Շմավոնյանին, Հենրի Մարտիրոսյանին եւ Գրիգոր Ազիզյանին։ Իսկ մենք շարժվում ենք առաջ եւ դիտում ենք Գովազդ։ Գովազդից հետո գոտին այստեղ չի լինի, որտեղ գոտին կգնա իր տիրոջ հետ այնտեղ, որտեղ որ նա պետք է ապրի։ Գովազդ։